Օփել քշողներին չեք սիրում։ Յաշիկ քշողներին չեք սիրում։ Բրաբուս քշողներին չեք սիրում։ Range Rover քշողներին չեք սիրում։ Բալավ դուք ում եք սիրում։ Ում։ Այսինքն օփել քշողը կարելի ասել միջին խավ չի, կամ միջին խավին մոտա աղքատներին չեք սիրում, լավ։ Միջին խավին չեք սիրում։ Հարուստներին չեք սիրում։ Լավ դուք ում եք սիրում։ Ում եք դուք սիրում, էլի։ Ով է, ասենք, բանը։ Ձեր հերոսը ով է։ Ձեր հերոսներն ովքեր են։ Խոսքը ուղղում եմ մեր իշխանություններին։ Ինչու, որովհետև այս վերջին ելույթը Գյումրի այսպես կոչված դրամահավաքի ժամանակ, պատկերացրեք մարդիկ գնում են Գյումրի, որ դրամահավաք անեն, ասենք, ինչ, եթե չլինի իշխանություն, չլինի ադմինիստրատիվ ռեսուրս, այդ հեքիաթ է, ուղղակի հեքիաթային բան է, բայց լավ, պատկերացնենք դրամահավաք ա եղել, օքեյ, շատ լավ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Այս ամեն ինչը, այս ելույթները, որ Range Rover-ին խեի կպե բախի Range Rover-ը հիներ այդա շահարկեց ընդդիմությունը, բան շարակողներից մեկը կամ շարակել որն է, ես ուղղակի այդ ժամանակ ասել եմ, որ ես եմ եղել, ես ասել եմ, որ Մյունխենում անվտանգության կոնֆերանսում JD Vance-ի ելույթից հետո այլ բան չի մնացել, որ գրել, որ Range Rover ենք հետ բերել ապօրինի։ Ինչու, որովհետև JD Vance-ի ելույթը նրա մասին էր, որ այն Եվրոպան, որտեղ ուզում են Հայաստանը իբր գնա այդ կեղծ արշավը, որ իբր որ ձևավորված էր, այդ ամեն ինչը ավարտված է։ Եվ հետեաբար այդ որ այդ մի հատ թեզը կորչում է, այդ թեզի կորուստի արդյունքը ի՞նչ է պետք անել։ Հետ գնալ հին թեզերին, հին, ասենց ասած, այն պլաստինկաներին, էլի։ Հիմա բանը, այդ որպեսի այդ մասը արդարացվի, սկսվեց ասվել, որ դե Յաշիկար, այդ հատիկը, Յաշիկար, ես հիշում եմ ժամանակին քյաբաբ, մի հատ տենց բան կար, բայց այդ սաղ թողնենք, սիրելի հայրենակիցներ, այսինքն խաղաղության մասին չկա ելույթ, իշխանության տեքստերն եմ ուզում քննարկենք, իշխանությունը այլևս տեքստ չունի խաղաղության պայմանագրի վերաբերյալ, չկա այդ տեքստը, մեզ չի տրվում նման տեքստ, այդ անցանք մի կողմ, Եվրոպական միության, որ մենք գնում ենք դեպի քաղաքակիրթ աշխարհ, բանես հեքիաթը նույնպես չկա, այդ արդեն Մյունխենում այդ Range Rover-ը դրան փոխարինել է, ինչ կա, բարեփոխումների ելույթ չկա, բարեփոխումներ գոյություն չունեն, տակը ինչ է մնացել, Յաշիկը, բանը, այդ 18 թվի տեքստեր են, 18 թվի տեքստեր են, հեղափոխության տեքստերն են, 7 տարի անցել է, եւ այդ ապօրինի Յաշիկները ձեր ասած, Range Rover-ները, այդ ապօրինի գույքը ավելացել է այս 7 տարվա մեջ, ոչ թե պետքա նվազել, այլ ավելացել է, ինչ էլ որ հետ են բերել, ուրիշ ճանապարհով, օրինակ անիվ հիմնադրամով, դա թալանվել է, այսինքն հիմա եղած թալանը պետքա թույլ չտրվեր, որ այն հնի հետևից ընկնեին, հինը չեն կարող բերեն եւ չեն բերում, եւ ինչ-որ անիմաստ ինչ-որ ստից բաներ են քննարկում, եւ նոր թալան է տեղի ունենում երկրում, այսինքն իշխանությունը դարել է նորմալ կոռումպացված իշխանություն, իշխանության մեջ եղած լիքը մարդիկ դարել են կոռումպացված, հետքը, մտեք հետք պարբերական հերթով նյութերը կարդացեք, տեսեք ոնց են թալանում։ Հիմա, այսինքն այդ տեքստը ինչ իմաստ ունի այդ տեքստը նորից կիրառել։ Ես այստեղ մի կասկածանք ունեմ, որ հայտնի դոգը Վարդան Ղուկասյանը իր արշավով, եթերներով մտել էր իշխանության էլեկտորալ, ռուսերեն ասած այդ յիդրոյի մեջ, այդ միջուկի մեջ եւ կիսել էր այդ էլեկտորալ միջուկը, որովհետեւ նա էր ասում, որ գալու եմ թալանը հետ բերեմ, ես անեմ, այն անեմ, այն ինչը որ գործող իշխանությունը չի արել։ Հիմա դոգին Ամերիկայում բռնել են, այնտեղ այստեղ խոսում են, որ իշխանությունն է ուղարկել, այնտեղից են ասում, որ իշխանություններն են դա արել, որ բռնեն, ես վստահ տեղեկությունները չգիտեմ ես, ոչ թղթերն եմ տեսել, ոչ բան, բայց փաստորեն պարզվում է, ինչ դոգին բռնել են, որ իրանք խոսան։ Այսինքն դոգին բռնել են, այդ ձայնը չկա արդեն երկար ժամ, մի 10 քանի օր ավել, հա, եւ իշխանությունը այդ նույն տեքստերը ուզում է ասել, որ այդ կորցրած ձայները հետ բերի։ Արդյոք սրա մասին է խոսակցությունը գնում։ Եթե էսա ժողովուրդ ջան իշխանությունը խայտարակ վիճակում է։ Եթե էս չի էլիա խայտարակ վիճակում, որովհետեւ գնալ Գյումրիում այս բաները քննարկել ուղղակի աբսուրդի ժանրից է, կներեք։ Այսինքն ինչ եք ուզում դուք ասեք Գյումրիում։ Ուզում եք Գյումրիում ասեք, որ Գյումրիի այս ընտրությունները թալանի բերելու վերջին կռիվն է։ Ես չեմ հավատում դրան։ Ամեն մի ընտրություն այդ ձևակերպումը տրվել է Երևանի ընտրություններից սկսած։ Հաջորդը Վանաձորում կլինի ընտրություն, հիմա էլ ընդդե եք այդ ձևակերպումը տալու։
Իմ դիագնոզը իշխանության հետևյալն է, որ իշխանությունը այլևս ոչ մի արժեքային տեքստ չունի մեր ժողովրդին, մեր պետությանը տալու։ Չունի ծրագիր մեզ ուրա տանում։ Այն ինչ ծրագիր որ ուներ, դրա մասին խոսել ենք, դա այլևս գոյություն չունի, ջախջախված է այդ ծրագիրը եւ պետք է այդ ծրագիրը չիրականացման համար ծրվեր պարլամենտը, դրա մասին եմ խոսել։ Դա էլ չի արվել։ Եվ ի՞նչ է տեղի ունենում, ժողովուրդ ջան։ Տեղի ունենում հերթական այն ամենա բանը ժողովրդի այն մի մասի վրա կենտրոնացումը, որը որ ինչ որ մաս կունենանք, չէ՞, որ ասենք տրամադրված է դեռ այդ թալանի մասին է մտածում, որը տենց է չկա, որ ինչ որ որևէ հաջողակ մարդու չի սիրում, որ ատելությամբ է լցված հարուստների նկատմամբ, հա, այսինքն իշխանությունը հույսը էլի գնացել է դրել այդ մասի վրա, որի ձայները կորցրել է, որովհետև նրանք չեն հավատում այլևս ձեզ։ Նաև դուք նրանց վիրավորել եք այդ մարդկանց։ Էլի եմ ասում։ Օփել քշողներին չեք սիրում։ Չհիշացնեմ։ Mercedes-ը, Brabus-ը, ինչ էր, Range Rover-ը, բան։ Ում եք դուք սիրում, էլի դուք ում եք ներկայացնում, որն է ձեր էլեկտորալ միջուկը դարձել հիմա։ Դուք ում շահերն եք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ խայտարակությունը ինչ եմ սա ուզում ասեմ։ Մենք բացարձակ չենք միջամտում, չենք խառնվում որևէ տեղական ինքնակառավարման ընտրությունների, որովհետև գիտենք, որ անիմաստ է։ Մենք դա փորձել ենք 16 թվականին, հետո էլ ենք փորձել։ Անիմաստ է մեծ քաղաքական process-ի մեջ փորձել թիմ ընտրություններով բան փոխել։ Եվ հետեաբար ընդդիմության նաև մեղավորությունը այստեղ նրանում է, որ դրամատիզացնում են, որ այ Գյումրիում դա իշխանության վերջն է լինելու բան, սխալ հաշվարկ կա։ Նաև իշխանությունն է անիմաստ դրամատիզացնում, որ Գյումրիում այսա ջարդը տալիս ենք, այս սաղ կոռուպցիան բերում ենք բան, էդ էլ է սխալ հաշվարկ։ Ամսի 30-ը կա կտեսնեք։ Բայց մեկը այմ ասածը նա է, որ թագավորը մերկ է ժողովուրդ։ Թագավորը մերկ է։ Տեքստ չկա, ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա։ Գոյություն չունի, բան չի մնացել։ Խաղաղության պայմանագիրը, այնտեղ Ալիևը ասում է, ինչ խաղաղություն, ինչ բան ձեզ բոլորի դատելու են եւ այլն եւ այլն։ Եվրոմիությունը այնտեղ ճգնաժամի մեջ այդ կեղծիքը բանը բերեցին պարլամենտ առաջին ընթերցումով անցավ, հիմա երկրորդ ընթերցումը հետաձգել են, հույս ունեմ էլ չեն բերի, բայց ոնց որ ուզում են էլի բերեն, վերջը կտեսնենք։ Հա, բարեփոխումներ գոյություն չունի բացարձակապես։ Տնտեսությունը վատ վիճակում է, եկամուտների հավաքագրումը վատ վիճակում է։ Հարկային բեռը դրել են մարդկանց վրա, որևէ տրամաբանություն գոյություն չունի, թե ինչ են ուզում մարդկանցից։ Բիզնես սեկտորին կացին վեկալ են գել են բիզնեսի հետևից։ Բան չի մնացել։ Եվ իրանց թվում է, թե բանը բրաբուսներով, բանը ժողովուրդը հավատալու ասի, վայ, բրաբուսները, բանը, նախքին թալանչիներին, բան, այդ թալանչիների, սաղոր այդ թալանչիների մասին խոսալով ոնց կարելի է փորձել նորից ինչ-որ բան անել այս երկրում, այլևս այսքան բանից հետո։ Ավարտված է այդ ամեն ինչը։ Ավարտված է։ Եվ ես պնդում եմ, այդ լավ հեքիաթ է, էլի, որ ասում է թագավորը թանկշորեր է պատվիրում իր համար, երկու խաբեբադերցակներ, դե փողերը ուտում են թագավորի, Անդերսենի հեքիաթներից է, էլի, հետո ասում են, հեսա շորերը հակը տա արդեն, բայց թագավորը մեր կա։ Դե բոլորը ամաչում են թագավորին ասեն, որ թագավորը մեր կա, ասում են, վայ ինչ գեղեցիկ շորեր ունեք, թագավոր ջան, ինչ լավ է, բան, հա։ Տենց դուս ա գալի փողոց, սենց հպարտ, ուրախ, քայլում է, բան անեմ, եկեմ երեխա տենեմ ու գոռում ասում է, թագավորը մերկ է։ Հիմա ես ուզում եմ ասել, Ժորժ ջան, իշխանությունը տոտալ մերկացված է։ Ոչ մի տեքստ, ոչ մի բան չունի մեզ տալու։ Մեզ պետք է ձևավորել նոր իշխանություն։ Նոր իշխանություն ձևավորելու համար առաջին հերթին պետք է իմաստնություն, որ բոլորս հասկանանք, թե ինչա մեզ հետ տեղի ունեցել վերջին տարիների ընթացքում։ Եվ հասկանանք, թե ինչա հիմա կատարվում։ Եվ այդ ամեն ինչի մասին ես անդադար խոսում եմ իմ YouTube-ի ալիքի միջոցով, Telegram-յան ալիքի միջոցով։ Ժողովուրդ ջան, այս իշխանությունը ավարտված է։ Այս արձանագրումն էի ուզում ես եթերով անեմ, կապ չունի Գյումրիում ինչ կլինի, բացարձակապես որևէ հաղթանակ կամ պարտություն ոչ մի բան դրա հետ կապ չունի, ոչ մի ձևի դրանով ոչ ոգևորվելու է պետք, ոչ պետք է հիասթափվել, բացարձակ մեկը հետ կապ չունի, պետք է հասկանալ մի բան, որ իշխանությունը այլևս ոչ մի արժեքային բան, ոչ մի զարգացման տեսլական, ոչ մի բան չունի մեզ տալու։ Թագավորը մերկ է, ավարտված է ամեն ինչ։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այո, տարածեք այս ամեն ինչը։